Նկատել ես, որ ինչ-որ մեկը հորանջում է, դու էլ ես հորանջում, կամ ինչ-որ մեկը ժպտում է, ակամայից դու էլ ես ժպտում։ Եվ սա պատահական չէ, սա քո ուղեղի մեխանիզմն է, նրա լեզուն։ 1990-ականներին գիտնականները փորձերի արդյունքում հայտնաբերեցին, որ մարդու գլխուղեղում կան այսպես կոչված հայելային նեյրոններ, եւ այդ նեյրոնները ակտիվանում են, երբ որ մարդը կարողանում է տեսնել դիմացինի էմոցիաները, այսինքն բառից բուն իմաստով նա կարողանում է պատճենահանել։ Այս ֆունկցիայի միջոցով է, որ մարդը կարողանում է կարեկցել, կարողանում է բացի իր էմոցիաները զգալ նաև դիմացինի էմոցիաները, զգալ նրա ցավը, նրա երջանկությունը։ Սա իհարկե իր բացատրությունն ունի նաև էներգետիկայի տեսանկյունից, դրա մասին ավելի ուշ կխոսենք, բայց ամենահետաքրքիրը այս պատմության մեջ կայանում է նրանում, որ գալիս է մի պահ, երբ որ քո ուղեղը կարող է չտարբերել, թե դա քո էմոցիաներն են, թե դիմացինի։ Այսինքն քո ուղեղը այնքան կարող է վերցնել այդ էմոցիաները իր վրա, որ նա չկարողանա տարանջատել դրանք քոնն էին, թե դիմացինին։ Ուղարկիր ընկերներիդ, որպեսզի նրանք եւս տեղեկանան եւ հետեւիր ինձ, եթե ուզում ես տեղեկանալ, թե ինչպես են աշխատում քո միտքն ու էմոցիաները։